բավականին ծանր արդեն մանկություն եմ ունեցել, իմ հայրը խմում էր, այսինքն իմ հայրը ուներ կախում, ես չգիտեմ որ նա լավ է, բայց եթե տանը չկա հայր, նույնիսկ խմող, դա ինձ համար լավ չէր։ Պապան ընկերություններ անում Հովհաննես Շիրազի, Հրաշ Ներսիսյանի հետ եւ իրենք շատ հաճախ գալիս էին տուն, երկու մերձավորները առաջի ամուսինս եւ մամային էին ներկա։ Ես հասկացա, որ դա էլ ամեն մեկին չի տրվում դրան ներկա լինել, դա էլ է անծայի նման մի բան։ Ասեմ իմանաք, դու հասկանում ես, դու քեզ թույլատրվում է ներկա լինել մի պահին, երբ որ մարդը բռնում է հավերժության ճանապարհը։ Սիրով եք ամուսնացել։ Շատ, ես 2 անգամ եմ ամուսնացել եւ ունեմ 2 հրաշալի ամուսիններ եւ շուրեցա երեխա։ Ամուսնու հիվանդ լինելն էր պատճառը։ Այո, ապրեք այնպես, որ ձեր երեխաների համար լավ լինի։ Որովհետեւ դուք չգիտեք ինչ է նշանակում երեխա չունենալը։ Ողջույն, այսօր իմ զրուցակիցը մի մարդ է, ում դուք շատ լավ եք ճանաչում։ Վստահ եմ, նրա մասնակցությամբ տարբեր հաղորդումներ տեսել եք։ Շատերդ հենց նրա խորհուրդներով էլ առաջնորդվում եք, չիմանալով, թե ինչի միջով է նա անցել եւ ինչ հետաքրքիր կյանքի պատմություն ունի։ Սակայն նախքան հյուրիս ներկայացնելը, ուզում եմ ձեզ ներկայացնել մեր հաղորդման գործընկերոջը։ AirTG գինիներ, սպիտակ եւ կարմիր, կարմիրը նաեւ թնդեցված։ Բարև ձեզ Տիկին Ծատուրյան։ Բարև ձեզ։ Բարով հանդիպեցինք, բարի հանդիպում։ Ես գեղեցիկ գինու գավաթով։ Տիկին Ծատուրյան, կա կարծիք, որ հոգեբանները հոգեբանի մասնագիտությունը ընտրում են, որովհետեւ իրենք էլ զգում են դրա կարիքը։ Դուք ինչու եք ընտրել հոգեբանի մասնագիտությունը եւ արդյոք հենց հոգեբան լինելը օգնում է անձամբ ձեզ կյանքի դժվարությունները հաղթահարելու համար։ Այո, կա այդ կարծիքը եւ նաեւ կա որ ամեն անձ ինքը ունի իր ներանձնային փոքրուց ներանձնային խնդիրներ ունենալով հանդերձ նա փնտրում է պատասխաններ այդ ներանձնային խնդիրների դրա համար նաեւ ընտրում է իր այդ մասնագիտությունը ես գիտեք ես այս ժամանակ երբ որ ընտրում եմ ես չեմ հիշում ինձ տվել են այդ հարցը իհարկե ես պատրաստ եմ այդ հարցին ինչ որտեղ լսել եմ բայց ես չեմ հիշում որ ես ընտրել եմ հոգեբանի մասնագիտությունը որովհետև ես գիտեի որ այսինքն ես գիտեի որ ես դե բավականին ծանր արդեն մանկություն եմ ունեցել եւ այլն ուղղակի ինձ այնքան հետաքրքիր էր այդ խորաթափանց ինչ որ թափանցելը մարդու այդ գիտեք այն մութ անկյուններ դա ուղղակի շատ հետաքրքիր է դա հետազոտողի երևի ավելի շուտ ջիղեր քան ասենք թե ես կարծում էի որ ես դրանով իմանալով մասնագիտության առանձնահատկությունները ես կարող եմ ստանալ իմ հարցերի պատասխանը բայց համենայն դեպս մյուս կողմից ես կարող եմ երկրորդ հարցի պատասխանելով հանդերձ ես կարող եմ ասել, որ իմ փորձն է օգնում ավելի ոչ թե իմ մասնագիտությունը ինձ դարմանում է, այլ իմ փորձը օգնում է իմ մասնագիտության մեջ ավելի խորանալու, որովհետև ես շատ բաներ հասկացա նաև երկար մի քիչ ավելի մարդկանց հետ աշխատելով եւ նաև ստեղ ասեմ դա շատ հազվադեպ է հնչում, որ հոգեբանությունը եւ փիլիսոփայությունը իբրև գիտություն իրենք շատ կապված են իրար հետ եւ դու ինչ որտեղ եթե դու չկարողանաս փիլիսոփայել դու հոգեբանական հարցերի պատասխաններն էլ չես կարողանա ստանալ, գտնել, որոնել, թեկուս, այդպես երևի կպատասխանեմ Ամալիա ջան Փաստորեն շատերին խորհուրդներ եք տալիս, թեև հոգեբանները խորհուրդներ չեն տալիս, բայց այնուամենայնիվ շատ անգամ հենվում եք հենց ձեր անձնական փորձի ու անձնապես ունեցած ապրումների վրա։ Չի կարող ասեի, որ միայն անձնապես միայն դա չէր, իհարկե գիտելիքն է առաջի հերթին,
որտեղ դե միշտ մենք սովորում ենք, մենք տարբեր դպրոցների ենք, առնչում ենք դե պարզագլխաբերևը կանած է Զիգմունդ Ֆրոյդը եւ հետո գալիս է այնտեղ հազար տեսակի տարբեր չեմ ուզում եթե հիմա սկսեմ թվարկել եւ ինչ-որ մեկի անունը չտամ ընդդուպիչև ժամանակակից մինգեցի եւ մնացած անունները դու դա ուսումնասիրում ես եւ դու հասկանում ես որտեղ դու նաեւ ճանաչում ես տեսակետները թե ինչպես կարելի է մարդկանց հետ ինչ մոտեցմամբ կարելի է աշխատել քո փորձն է օգնում բայց ես չեմ կարող ասել քո փորձն է ավելի կարեւոր թե ստացած գիտելիքը Տիկին Զատուրյան ասում են մարդու կյանքի հիմնական ճանապարհը ուրվագծվում է հենց մանկության տարիներին անցկացրած ժամանակահատվածից դուք դժվար մանկություն եք ունեցել Դե համարվում է որ այո ես ճիշտ ասած այդքան չեմ համարում որ դժվար էր կբացատրեմ ինչի Ինչպիսին է եղել ձեր մանկությունը Գիտեք ես դե զարգացել եմ մեծացել եմ բաժանված ընտանիքում ես 4 տարեկան էի երբ որ իմ ծնողները բաժանվեցին եւ համարվում էր որ այն ժամանակ դա շատ վաղուց էր 50-ական թվականների վերջում տալիս էին հայտարարություն թերթերում այդ թերթը մինչև հիմա տանը պահպանված է որ այս երկու անձինք իրենք բաժանվել են եւ դա անպայման հանրությունը պետք է իմանար որը շատ էր օգնում հանրությանը քեզ մատնացույց անել որ դու բաժանված ընտանիքից ես որովհետեւ այն ժամանակ բաժանությունները դա գիտեք են գլուխը երկու ձեռքով բռնելու ինչ որ մի բան էր աղ բաժանվեցին եւ այլն եւ ոչ ոք այն ժամանակ բաժանությունը չէր դիտարկում որ բաժանությունը գուցե ավելի դրական է ինչ որ մենք հիմա գիտենք որ եթե անհամատեղելի է այո երբ որ անհամատեղելի է անձանց իրար հետ ապրելը ուրեմն պետք է բաժանություն լինի որտեվ կա եւ բժշկությունից օգտվելով հանդերձ կա թերապիա կա քիրուրգիա չէ կա վիրաբուժություն որ պետք է կտրես կա բուժում երբ որ դու պետք է բուժես ասենք թե երբ որ կա հնարավորություն բուժելու բաժանությունը դա իհարկե արդեն երկարատև բուժումից հետո արդեն դա գալիս է հեռացումը այո իրարից հեռանալը իրարից գուցե այնուամենայնիվ ես միջև հիմա այն զույգերը դա տեսեք նոմեր առաջի բանը որը ինձ շատ օգնում է իմ աշխատանքի մեջ երբ որ գալիս է զույգ որը մի անգամից ուզում է բաժանվել ես միշտ ասում եմ որ դու ամբողջ քո ռեսուրսները ձեր հարաբերությունների գործածել ես, հա, աշխատացրել ես, որ տեսնես, արդյոք միայն բաժանությունն է հիմա, արի մի հատ ելքը, որտեվ իդեպ ես ես ասեմ, էդ էլ է շատ հետաքրքիր, ամենաշատ դեպքերը իհարկե դա ընտանեկան հոգեբանության բաժանությունները եւ արդեն այնտեղ դրանից դուրս եկող դե ամուսինների հարաբերությունները, հարսկիսուր, տեքոր կին եւ այլն, այսինքն ընտանեկան հոգեբանությունը երևի եթե մենք վերցնենք ամենատոկոսային բանով ամենաշատ ընտանեկան հոգեբանությունն է հոգեբանության Տիկին Զատուրյան տարիներ առաջ ինչպես ասում եք հայտարարություն էին տալիս որ մարդիկ շատ սակավ էին ամուսնալուծությունները եւ դրա համար իսկապես խրթին պատճառներ էին պետք կարող ենք խոսել Իհարկե կարող եմ իմ հայրը խմում էր այսինքն իմ հայրը ուներ կախում եւ դա դարձավ պատճառ եւ մաման եւ տատիկը փորձում էին բուժել այն ժամանակ արդեն կային համապատասխան հնարավորություններ բայց նա դուրս չեկավ չնայած նույնիսկ այստեղ արդեն խոսում է ավելի շուտ ոչ թե հոգեբան այլ երեխան չնայած ինձ թվում է այնուամենայնիվ մի ստրատեգիան մաման չօգտագործեց նա կարող էր դիմանալ եւ չբաժանվեր եւ մենք մեծանայինք հորով մորով Այդպես ճիշտ կլիներ ես եւ իմ քույրը ես չգիտեմ ես գիտեմ որ նա այդ ստրատեգիան չօգտագործեց որտեվ ես այդ ստրատեգիա ես եղել եմ բաժանության ստրատեգիայով որը շատ դժվար էր երբ որ դպրոցում կարող է քեզ առանձնացնեին եւ ասենք թե առաջարկվիր ինչ որ օգնություն իբրև համարվող եթե բաժանված ընտանիքի հիմա բոլորը ձգտում են այդ օգնությունների ինձ համար դա թերևս երևի
իմ կյանքի ամենամեծ առաջի վիրավորանքները, ժամանակ ես վիրավորանքների հետ չգիտեի ոնց աշխատել, ուղղակի վիրավորվում էի, երբ որ ինձ առաջարկվեց, ինչ որ ես շատ լավ էի հագնված, բայց ինձ իբրև բաժանված ընտանիքի դե այդ արդեն գիտեք այն բյուրոկրատական ինչ որ բանով առաջարկվեց, որ բերեցին ինչ որ կոշիկ, որը կոշիկ անվանելը շատ դժվար էր եւ ասեցին փորձի, ես ասացի ես սա չեմ փորձի։ Իհարկե, ես 4-րդ դասարանում էի։ Տիկին Ծատուրյան, ասում եք մայրս կարող էր դիմանալ։ Խմող մարդու հետ ապրելը ում համար արդեն դա հիվանդագին է, հա, այսպես։ Չէ՞ որ նա լուրջ էր հավանաբար պահում իրեն տանը։ Երեխային, երբ այն նման իրավիճակում է մեծանում, ավելի լավ է ունենալ հարբեցող, բայց ունենալ հայր, թե տանը լինի խաղաղ, այդ տեսարաններին նա ականատես չլինի։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Ես չգիտեմ որ նա լավ է, բայց եթե տանը չկա հայր, նույնիսկ խմող, դա ինձ համար լավ չէր։ Դրա համար տեսեք, ասե փիլիսոփայության հետ մանավանդ այդ կարգի հարցերը, իրանք այնպես են խառնվում, այնպես են բան լինում, բայց դա ինձ մեր բաժանությունը գուցե ինձ շատ ավելի գիտելիք տվեց, քան եթե մենք մնայինք, մաման մնար այդ ամուսնության մեջ, մաման իր պատկերացմամբ նա փրկում էր իր երեխաներին, որովհետև այո, անհամատեղել էր, բայց նաև ես հասկանում եմ, որ ինքը առհասարակ պապան ջղայնանում էր, որովհետև արդեն մաման ուզում էր բաժանվել։ Հասկանում եք։ Ես չգիտեմ, նա ջղայնանում էր, որովհետև նա խմում էր, թե որտեվ արդեն նա գիտեր, որ պիտի բաժանվեն։ Ես չունեմ էլի այդ հարցի պատասխանը, որտեվ ես 18 տարեկան էի, հայրս մահացավ։ Ու ես էլ չգիտեմ ինչն է ավելի ծանր, ճանապարհել մի հորը, որի հետ դու ապրել ես երջանիկ, թե մի հորը, որի հետ նույնիսկ չես էլ ապրել։ Ես էլ չգիտեմ, որն է ավելի ծանր։ Ես ձեր խոսքում մի փոքր այսպես նոտաներ զգացի մեղադրական մայրիկի Ես փնտրում եմ, գուցե, բայց ես փնտրում եմ, ես ճանապարհներն եմ փնտրում, ես հիմա դա խոսեցի իբրև երեխա, եւ երբ որ գալիս է ինձ մոտ ինչով է օգնում, երբ որ գալիս է այցելու, որը ուզում է բաժանվել, եւ երեխան պետք է մեծանա բաժանված ընտանիքում, ես այդ մամային ու պապային հարցնում եմ, ասում դուք բաժանված ընտանիքից եք, ասում են չէ։ Ասում են ձեր երեխան ու ես նույն վիճակում ենք լինելու, ես գիտեմ իրան ոնց կլինի։ Տեսեք ինչ է դա երկիրը, որովհետև նույնիսկ այսօրվա բարքերով շատ բան է փոխվել։ Այո, հա, հիմա էլ որովհետև երեխան ամեն դեպքում ես ունեմ այցելու, երեք առաջ օրը զանգեց Բատիկին Ծատուրյան այնքան ծանր է տանում, բուլինգի են ենթարկել դպրոցում, դու պապա չունես, բաժանված ընտանիքից, հա։ Ասի դե պապայի հետ երևի պետք է խոսեր, չէր ուզում իր ամուսնու հետ, ոչ մի բանի մասին չէր ուզում խոսել, այնտեղ բան հայկական ընտանիքով այդ աղջկա եւ պապան եւ եղբայրները կռված էին հորի հետ եւ այլն։ Նա խոսեց, հայրը հասկացավ, հիմա երեխան այնքան հպարտ է ման գալիս նույնիսկ հիմա։ Այսինքն միավորվեց ընտանիքը։ Չէ, չմիավորվեց։ Հայրը սկսեց գալ դպրոց իր հետևից եւ ամբողջ դասարանը տեսնում են, որ նա պապա ունի։ Որտեւ ինքը բուլինգի է ենթարկվել, որտեւ նա պապա չուներ։ Տիկին Ծատուրյան, մեզանից շատերը այդ կարծրատիպային մտածեղակերպի զոհեր են դառնում եւ յուրաքանչյուրս այդ տրավմաները մեր կերպ ենք հաղթահարում։ Դուք մեկ կարծրատիպ նշեցիք, որ ամուսնալուծված ընտանիքի դուստր եք, միևնույն ժամանակ այլ կարծրատիպ էլ կա, ձեր մայրը ռուս է ազգությամբ։ Այո։ Այստեղ սա էլ է ժամանակին, հիմա միգուցե ոչ, հուսով եմ, որ ոչ, ժամանակին սա էլ է մարդուն առանձնացնելու եւս մեկ հանգամանք։ Ձեր պարագայում համատեղվել էր այլազգի մայր, ծնող ունենալը եւ ամուսնալուծված։ Դե գիտեք ոնց, քանի որ իմ պապայի մաման լեհ, առանձնապես մեր ընտանիքում ինչ որ այլ ազգի մասին խոսելը ավելորդ էր, որովհետեւ արդեն խառնորդ էին բոլորը, եւ մաման եթե խորանանք, այնտեղ եւ ուկրաինացի, եւ ռուս, եւ ինչ ասած։ Բայց հասարակության կողմից իհարկե այն իմ մանկության մեջ հայրը ունեն երկու ազգ, հայ եւ ռուս։ Այսինքն այնով ուրիշ ազգեր, նա մեկը ռուս էր, դա բաներ, այո, կար այդ բանը, որ դե հայկին ավելի
հայուի, ավելի նահապետական, այո նա ավելի դիմացկուն կլիներ, նա չէր գնա բաժանության եւ այլն, դա իհարկե մենտալիտետն է, որտեղ հայ կնոջ համար առեսօր շատերի համար բաժանությունը դա ուղակի դա տեսեք նույնիսկ բառ չեմ գտնում ծայրաստիճան ինչ որ մի հատ բան է նա կդիմանա բայց չի բաժանվի եւ մենք խոսել ենք դրա մասին որ եթե նա ապրում է այդ ահավոր վիճակի մեջ երբ որ ամուսինը եւ դավաճանում է եւ խմում է եւ նա չի կարողանում լիարժեք ապրել եւ հետո սկսում է լուրջ հիվանդանալ տեսեք բայց միևնույն է կինը չի գնում այդ քայլի իմ մանկության ժամանակ այո ես չեմ հիշում որ ինձ ինչ որ երեսից ասել էին որ ես ռուսի աղջիկ եմ կամ բաներ երևի թե այդ բանը կար ուղղակի գիտեք ես մի բան ասեմ զարմանալիորեն մամային որ հարցնում էին հետո էլ որ հարցնում էին ինչի մնացիր մանավանդ հիմա որ բոլոր տարուները գնացին մաման ասում էր ես ասում էր դե շատ այն ոնց որ ասում էր չեմ ուզում ասել որտեվ կոպիտ էր դա շատ հնչում եւ ազգային պատկանելիության մասեր խոսքը ասում էր ես ոչ մի հայն ոչ մի կետ չեմ փոխի նա մերվել էր այս հասարակության այո նա այդպես որտեվ նա իր համար կային մեր ազգի համար որ մեզ համար սովորական են այդ արժեքները իր համար կային արժեքները օրինակի համար ասենք թե տրադիցիային ոնց են վերաբերվում նահապետական ընտանիքներ հա ասենք թե մեծի նկատմամբ եղած հարգանքը չէ որ Ռուսաստանում հետո վեր տրանսպորտում տերզիջում եւ այլն հետո տրադիցիաները պահպանությունը հա թեկուս թաղում թեկուս հարսանիք ինչ գեղեցիկ շատ հազվադեպ է միջև հիմա այդ բանը չկա եւ այդ ժամանակ էլ չկար որ այդ խնջույքների ժամանակ մեծ ուզմա հարսանիք լինի ուզմա ծնունդ կնունկ եւ այլ շատ խմող լինի եւ կռիվ լինի ինչը որ Ռուսաստանում անպայման ցանկացած ճաշկերույթը այսինքն ձեր ռուս մայրիկի համար շատ հոգեհարազատ ու գնահատելի են հենց հայկական բարքերը հոգեհարազատ էին մարդկային արժեքներին ավելի հետևելով, օրինակ մի բան էլ ասեմ ռուս մայրիկի մասին, ուրեմն երկրորդ դասարանում պարզվեց, որ եթե ծնողներիցդ մեկը այլ ազգի է, դու կարող ես հայերեն չսովորես։ Ես եկա տուն շատ ուրախ, դե երկրորդ դասարանի երեխան շատ դաս չի սիրում սովորել, ասեցի մամասի գնա դպրոց, ասա որ հայերենը ես չսովորեմ, ասեց «Շտո», ես էլ չշարունակեցի։ Այսինքն դա բացառվեց այդ բաները, հա, որ բան որ ես կարող եմ հայերեն չսովորել Հայաստանում ապրելով հանդերձ։ Տիկին Ծատուրյան, ձեր հայրական ընտանիքի բաժանությունը, ձեր հոր կերպարը ազդեցություն ունեցավ հետո, երբ դուք հասունացաք եւ արդեն ինքներդ եք հարաբերություններ կառուցում տղամարդկանց հետ, հակառակ սեռի ներկայացուցիչների վրա հարաբերություններում ինչ անդրադարձ ունեցավ։ Ես ասեմ, ուրեմն իբրև կանոն, ու ես շատ ուրախ եմ, որ ես ունեմ հնարավորություն հիմա դրա մասին ասելու, բաժանված ընտանիքի երեխեքը կամ մուրն են ատում, կամ հորը, բայց ատելությունը իբրև կանոն շատ հաճախ լինում է։ Ինձ Աստված ողորմած դրանից ազատեց։ Ես կարող եմ մամայի հետ համաձայն չլինեի, որ նա բաժանվեց, բայց որ սենց մեկ-մեկ հետ եմ նայում եւ հիշում եմ պապան ինչ էր անում, ասում եմ դե բայց ոնց չբաժանվեր։ Դրա համար ինձ համենայն դեպս Փառք Աստծո, դա նորից եմ գրկրում, դա երևի այդքան իմ վաստակը չէր, որտեվ 16-17 տարեկան երեխան արդեն ես ոչ մի ջղայնություն, այդ կատաղություն, չսիրել, ատել, ես ոչ բան չունեի իր նկատմամբ։ Ես գիտեք, երևի հիմա կախումների հետ, որ աշխատում եմ, ի պատիվ իրան եմ աշխատում, որ ես իր հետ չկարողացա աշխատել, բայց հիմա կարող եմ տամ արդյունքներ։ Որտեվ կախումները կապ չունի արդեն դու խաղամուլ ես, թե ասենք թե թմրամուլ ես կամ ալկոհոլիկ ես, կախումների առանցքը նույնն է։ Դա արդեն դե իհարկե դա առանձին հաղորդման է, կախումը եւ իր դա առանձին հաղորդման բան է։ Ես շնորհիվ եւ հետո էլ ինքը գիտեք ինքը adekvat սովորական մարդ չէր։ Ինքը ուղակի ինձ թվում է ինքը պրոստը ուղակի հասկացված չէր։ Եթե իր անկերներ
Հովանես Շիրազը եւ Հրաշ Ներսիսյանը երևի ինքը ուներ ինչ որ բաներ, չէ՞, Ձեր հոր մասին ենք խոսում։ Այո, նա ուրեմն հետարքիր էր, չէ՞, նա որ հիշում էր, նա որ Չարենցի մասին մանրամասն պատմել եւ տատկի տունը Չարենցի տնից հերու չէր, թե այդ Չարենցին ոնց տարավ, Չարենցը ոնց մահացավ բանում, հասկանում եք, նա այնպես շատ լի էր այդ Երևանյան ոնց էին, ասենք, թե այսինքն ինքը իր իմ համար ես շատ հպարտանում եմ, որ տատնել է Երևանում ծնվել, ինքը ինձ համար Երևանի այդ ամբողջ այդ նա պատմում էր ոնց Չարենցի դպրոցի տեղը եկեղեցի կար եւ պատմում էր ոնց էին քանդում այդ եկեղեցին մի հատ խփեցին երկու հատ խփեցին այդ մեծ գնդեր չէ՞ կային այդ տրակտորները բերում էին բան եւ նոր հետո դա ել չգիտեմ առասպել էր չգիտեմ ճիշտ էր բայց այդ տրակտորիստը երկու ամսից հետո շատ ինչ որ վախճանվել շատ ծանր վիճակով տեսեք զատո սակայն այսից բաներ հիշողության մեջ թողեց Պատմում եք, որ ձեր հայրը շփում է ունեցել ընկերական հարաբերություններ մեծությունների հետ, Չարենց դուք իրենց հանդիպել եք, ձեր տուն եկել են։ Այո, շատ։ Պապան ընկերություններ անում Հովանես Շիրազի, Հրաշ Ներսիսյանի հետ, եւ իրենք շատ հաճախ գալիս էին տուն, պապիկս շատ հետարքիր ուտեստներ էր պատրաստում, որովհետեւ ինքը աշխատել էր ռեստորաններում եւ իհարկե ես իհարկե դա շատ փոքր էի, շատ աղոտ եմ դա հիշում, բայց քույրս շատ ավելի մանրամասն է հիշում։ Ամուսին ընտրելու հարցում ձեր այս մանկությունից եկած փորձը, դառնությունը դերակատարում ունեցել է։ Երևի, գիտեք, երևի ես միշտ փորձել եմ մարդկանց հասկանալ, ոչ թե պահանջել, որտեղ պապան գնաց չհասկացված։ Գուցե դա է գալիս եւ մի բան էլ հիմա ես թվում է այդ առիթ է եկել է, տեսեք մեծ հոգեբանները, ես հիմա ուզում եմ խոսել Ֆրեյդի եւ Ադլերի մասին, իրանք կիսվում են լրիվ տարբեր տեսակետներ ունեն մանկական տրավմաների նկատմամբ, որոնց մասին դուք արդեն հիշատակեցիք։ Ֆրեյդը ամբողջ իր աշխատանքը, իր փսիխոանալիզը տանում է նրան, որ իր մոտ գալիս է այցելուն եւ իրենք այդ մանկական տրավմաների մասին խոսում են, նա իրան էս առաջարկում են այդ մեթոդը, հա, որ մարդը դա պետք է բաց թողնի, անցկացնի եւ այդ մարդը ասենք թե 30 տարեկանում նա կարող է նստի եւ ասի, ահ գիտեք, երբ որ ինձ այդ կարմիր գնդակը չառան, այդ մի քիչ բանանելով եմ ասում, ես մինչեւ հիմա դա ինձ զգում եմ դատարկված, ես ինձ զգում եմ անտեսված եմ ինձ բոլորովին զգում, դա Ֆրեյդի տեսությունն է, հա, շատ համառոտ եմ ասում, այդ հատվածով եմ ասում, պարզա Ֆրեյդի տեսությունը, դա մի ամբողջ աշխարհ է։ Ադլերը ի տարբերություն Ֆրեյդին, ասում այո, ես փոքր ժամանակ չեմ ունեցել այդ կարմիր գնդակը, ես լավ չեմ ապրել, ինձ ինչ որ բաներ էին առաջարկում, կոշիկ էր, ես իմ հագուստ էր, որտեվ համարում էր, որ ես բաժանված ընտանիքից եմ, բայց ես ունեմ հնարավորություն կրթվելու, սկսելու աշխատել, միլիոնատեր դառնալու եւ բազմաթիվ եւ ինձ եւ մնացածին առնել եւ կարմիր գնդակներ եւ կապույտ կոշիկներ այսինքն տալ այն ինչը չես ստացել ու ինքդ քո մեջ դա կուլտիվացնում ես կուլտիվիրուешь եւ դա տրամադրում ես աշխարհին հետարքին մոտեցում չէ տեսեք ինչ զարգացում է մարդ այդ պահին ապրում քան 31 տարեկանում էլի ասում են կարմիր գնդակ որ իմ հարևանը ուներ, հարևանը տղան, իսկ ես այդպես էլ չունեցա, գիտեք ես հիմա միջև հիմա, որ հիշում եմ ինչ եմ լինում։ Զրույցի շարունակությունը ընդհատելով, բայց եւ շարունակությունը խոսք տալով, ուզում եմ ձեզ հիշեցնել բաժանորդագրվելու մասին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, ստեղմեք նաեւ զանգակը, հետագա ներբեռնումները բաց չթողնելու համար։ Անպայման ուզում եմ խոսել մեր գործընկերոջ մասին։ RTG գինիներ ստանում են խաղողից, որը աճել է Արարատյան դաշտում։ Համեղ գինի, լավ տրամադրություն։ Տիկին Ծատորյան, պարզեցինք, որ բազմաթիվ դժվարություններ եք ունեցել մանկության տարիներին եւ այսպես ասենք անհոգ չէ, որ եղել է ձեր մանկությունը։ Հետո էլ առանձնապես հարթ չի եղել։ Սիրով եք ամուսնացել։ Շատ, ես 2 անգամ եմ ամուսնացել եւ ունեմ 2 հրաշալի ամուսիններ։ Այսինքն առաջինի դեպքում արդեն պետք է ասեմ ունեի, որովհետեւ ես 40 տարեկան էի, ինքը մահացավ, շատ ծանր հիվանդություն ուներ
եւ դե ներկան Արմեն Ներսիսյանը ինքը կա եւ իմ բախտը բերեց ես երջանիկ կին եմ որովհետեւ ես ունեցել եմ շատ լավ ամուսիններ Սկսենք առաջինից։ սկսենք Սեր, օղորմի իրան լուսահոգի լինի, լուսահոգի սեր, բայց միևնույն ժամանակ կարծրատիպեր։ Քանի որ նա էլ ոչ սովորական ընտանիքի զավակ էր, այո ուրեմն ամուսնալուծված այն էլ այդ տարիների համար ընտանիքի աղջիկ, կիսով չափ ռուս, բավականին համարձակ, ազատամիտ այն ժամանակների համար մտածելակերպով խոչընդոտ չկար նրա ընտանիքի Չէ, կողմից։ ես ես ասեմ, որ իմ առաջիկի սուրը, ինչով որ ունեմ հնարավորություն դա հիշելու, իմ առաջիկի սուրը, որը համասարանի դասախոս էր, ինքը դոկտոր էր եւ իրեն առհասարակ ամուսնուս հայրը ակադեմիկոս էր, Մկրտիչ Մկրյանը, իմ առաջիկի սուրը անհանգստանալու, որ ես կարող եմ մերժեմ իր տղային, իմ կուրսիցիներից, դե քանի որ համասարանի դասախոսը լավ գիտեր իմ կուրսից, ես արդեն ավարտել եմ իմ կուրսիցիները ովքեր էր, մարդ էր ուղարկում, որ ես հանկարծ իր տղային չմերժեմ, ճիշտ հակառակը, որովհետև մենք որ ծանոթացանք իրար հետ, ըստ երևույթի ես շատ իրադուր էի կա եւ նա տեսնում էր երևի զգաց այն ամեն ինչը ինչով որ ավարտվեց մեր ընդհանուր կյանքը թե իմ ամուսնու թե իր հետ նա շատ ողջունում էր իմ իրանց ընտանիք մտնելը Դա նաև իրենց զարգացվածության մասին է խոսում, չտրվել կարծրատիպերին։ Չէ, իհարկե, չէ, ինչի մասին է խոսքը, չէ, այդ բանը առհասարակ չկար, այդ ընտանիքում չկար դες բաներ, դա բացառված էր, ես դες ասեմ, նաև եթե հիմա առիթ է, հիմա այնքան քիչ մարդ դա քիչ շատ ուսանողներ են մնացել իմ կիսուրը եւ կեսրարի, գիտեք, իմ կիսուրը շատ էր օգնում Պարուշ Սևակին նա եկել էր եւ շատ ինքը ինքան ջերմությամբ էր իրան միշտ հիշում, որ նա ինչքան դե բաներ հայկական բանասիրականում էր սովորում եւ գյուղից դե եկած տղաներին այն ժամանակ կար տրադիցիա օգնելու ասենք թե ինչ որ բաներով նպաստելու առաջ գնալու եւ այլն Եվ նա այնքան ջերմ էր միշտ հիշում կիսուրս միջև իր վախճանվելը, որ ասենք թե եւ ոչ միայն իրան, ուղղակի հիմա քանի որ գրական երեկո չի, այսքանի վրա կանեմ կիսուրիս հիշողությունները, չէ դա բացառված էր, այդ ընտանիքում դա բացառված էր, իրենք բացառիկ ինտելիգենտներ են Եվ գիտեք, դա այնքան հազվադեպ ալինում, որ ես դե այնուամենայնիվ ես էլ ինտելիգենտների ընտանիքից չնայած պապաս բաժանվեց մամայից, հա, մաման առհասարակ ազնվացեղի, ռուս ազնվացեղի արուն ուներ։ Գիտեք, դա բացառիկ էր, որ դու գնում ես եւ մտնում ես, ոնց որ դու տուն էլ չես փոխել։ Այդա այն որ մարդիկ որ ամուսնանում են տարբեր մշակույթի տեր են չէ լինում այսեղ առաջի ամուսնության դեպքում մշակույթները շատ մոտ էին իրար Ձեր սկեսուրն էր հայոց լեզվի մասնագետ Այո Եվ սովորեցնում էր ուղումներ էր մտցնում ճիշտ հայերեն խոսելու Ես ձեզ ասեմ ուրեմն երբ որ մենք ծանոթացանք ես հայերեն համարյա չէի խոսում որովհետև այն ժամանակ շատ ընդունված էր ռուսերեն էինք խոսում ռուսական կրթություն Եվ ես ամաչում էի իրենց մոտ խոսել հայերեն Եվ կիսուրս երբ որ ես սկսում էի խոսել նա ուղում էր գիտեք ոնց էր ուղում նա չէր ասում Էս ինչ ասեցիր այն ինչ որ սովորաբար նա իմ սխալ ասած բառը ճիշտ կրկնում էր Վերջ ու դու հասկանում ես որ դու ստեղ թերացել ես Ունեք պատմություն, որ հայերենի վատ իմացության պատճառով բառերը շփոթել եք եւ զավեշտալի ծիծաղելի իրավիճակ է ստեղծվել։ Դա մի փոքրիկ պատմություն կա նախ որ եկա ծանոթանալու Մկրտիչ Մավրեիչի հետ, ինքը լավ չէր իրան զգում, դե հիվանդ էր արդեն մեծ էր, ասեց Իրա ջան, բարև, գրացի եղջերաթաղանթը ուսումնասիրեմ, ես չգիտեմ եղջերաթաղանթը ինչ է, հասկանում եք, բայց դե որ պետքա պպզեիդ հասկացա, որտեղ նա բասկաթորի մեջ նստած էր, նա քայլել չէր կարող արդեն դե ծանր էր, ես պետք է բան անեի, իշտեի, որ նա հասկացա, որ դա
Աչքերիս գույն էր ուսում իմանալ, բայց եղջերաթաղատ բառը ես իհարկե չգիտեի։ Դուք ամուսնացաք ձեր ամուսնու հետ արդեն իմանալով, որ նա ծանր հիվանդություն ունի, թե հետո դա։ Չի ես չգիտեի, որ նա հիվանդ է։ Բայց դա կապ չունի, եթե ես նույնիսկ իմանայի մենք 10 տարի իրար հետ ապրեցինք, եթե ես մտածել եմ դրա մասին, եթե որևէ մեկը ինձ ասեր, գիտես, նա ծանր դե շաքարային դիաբետ ուներ, եթե որևէ մեկը ինձ ասեր, որ շատ ծանր հիվանդություն է եւ կարող է ունենալ շատ ծանր հետևանքներ, նախ ես այդ ժամանակ հիվանդություններից ոչ մի բան չգիտեի, տարբերություն Միկվա ասենք թե այդ տարիքի է երիտասարդների, որոնք շատ լավ տեղեկացված են, ես չգիտեի դիաբետը դա չէ։ Եթե նույնիսկ ինչ-որ մեկը ինձ ասեր, դա ինձ համար ոչ բան չի նշանակի, որտեղ արդեն ստեղծված էին հարաբերություններ, եւ եթե հարաբերությունները ստեղծված են լինում, ինչ-որ դիագնոզը կարող է խանգարել, երևի չէ։ Դե այն ժամանակ համենայն դեպս ես դե մեծացած գրքերի վրա մի քիչ ռոմանտիկ եւ այլն բոլորովին, բայց հիմա եթե մեկը ինձ հարցնի, որ բա գիտես, որ այսպես կարող էր լիներ, կարող է հետ կանեի չէ պատկերացում, որ ես կարայի արդեն դա ինչ կլիներ։ Տեսեք, բան կա, հոդված կա, չի оставление в опасности։ Վտանգի մեջ եթե թողնում ես ինչ-որ մեկի կես, դատահասնում։ Չէ, եթե մենք վերցնենք քրեական օրենքները եւ բարոյական օրենքները, իրենք շատ հաճախ շատ մոտ են կանած, եթե նույնը չեն։ Հիմա եթե դու իմանում ես, որ ինչ-որ մեկը հիվանդ է, հիմա իհարկե շատ հետ են կանում դրա համար մեր ազգը դա էլ է շատ հետաքրքիր թեմա, թաքցնում են դիագնոզները։ Դիագնոզները շարունակ եմ պերիոդիկ հիվանդությունը իբրև կանոն ոչ ոք չի իմանում։ Մենք ունեցել ենք այցելու, եւ որը 7 տարվա հարցեր իր կիսուրը տեսել չգիտեր, որ նա ունի պերիոդիկ։ Նա կանոնավոր Արմեն Ներսյանի մոտ բուժվում էր պսիխոթերապիայի բանով։ Եվ տեսել ոչ ոք տեսել չիմացավ։ Նա ուղղակի ասում էր նա ունենում էր ցավեր, ասում էր դա կանացի ցավեր են, ամսական եւ դա անցնում գնում էր։ Տեսեք ոնց կարելի է ակցենտել։ Դրա համար մեր մոտ գիտեք այդ հիվանդություն ունեցող մարդկանց նկատմամբ եւ հիմա էլ մենք այդքան հաշմանդամ ունենք բոլոր պատերազմներից հետո մենք հիվանդություն ունեցող անձանց նկատմամբ շատ վատ ենք տրամադրված, չէ՞, բոլորը կասեն ինչ գործ ունես, մի ամուսնացի, այդ քո ջահել կյանքը ուր ես բանանում եւ այլն, եւ այլն, ես քանի հատ դեպք ունեցել եմ այդպես, աշկերտը վսուտքի ամուսնանում էին, բայց ընտանիքի անդամները երես էին թեքում, որտեղ իրանց ուզածը չէր լինում, որ նա իր կյանքը դժվարացնում էր եւ այլն։ Մի խոսքով կա այդ բանը, ես չգիտեմ ով է ճիշտ, դե որակ աշխատում եմ չտալ, բայց այդ բանը կա իհարկե։ Եվ դուք բացառում էիք, որ չնայած նրան, որ երիտասարդ եք դեռ, եւ արդեն երևում էր, որ շատ ծանր հիվանդ է, հեռանալը բացառում էիք։ Չէ, ոնց թե, оставление в опасности, ոնց կլներ։ Մտքովս չէր անցնի, որ նա պետք է բան աներ։ Կիսուրս ճիշտ էր, էլի, որ իմ հետևից սուրհանդակներ էր ուղարկում։ Նկատել էր ձեր խառնվածքը։ Երևի հասկացել էր։ Եվ դուք էիք խնամում իրեն։ Դե այն ժամանակ այդ ծառայություն ինքը մահացել էր 94 թվականին, այդ ժամանակ այդ ծառայությունները դեռ զարգացած չէին, այդպես ոնց որ հիմա չէին կարող։ Դե հիմնականում մենք ունենք հնարավորություն հիվանդանոցներում մնալու եւ հիվանդանոցների որ այդ սանիտարկաների օգնությամբ մենք ինչ որտեղ բան էինք անում, բայց խնամքը այդքան ծանր չէր, նա այդքան ծանր չէր լինում, նա վերջի 10 օրը շատ ծանրացավ, իսկ ինքը կարողանում էր դասի երկնում, դասավանդում էր եւ այլն կարողանում էր իր գլուխը ոնց որ ասած պահել, այդքան ծանր չէր։ Հետո ինսուլտները որ խփեցին, այդ դրանից հետո։ Դե չէ շաքարով դե գիտեք, շաքարով էլի ապրում են մարդիկ։ Ես գիտեմ, որ այդ ամբողջ ընթացքում ծանր շրջանում նույնիսկ մեկ օրով տուն չհեռացաք։ Ոնց կլներ։ Դա գիտեք, դա այնքան սովորական բաներ են։ Դա ոչ ինչ որ հերոսություններ, ոչ բաներ։ Գիտեք, կա մի հատ բառ կա պետք է այդ դիսցիպլինան, այ պետք է այսպես լինի։ Առանց առարկումների, առանց ինչ որ քվեարկումների, առանց ինչ որ բաների, պետք է, վերջ։ Բա ոնց թողներ, ոնց կլներ տես բան։ Հոգեբանական վիճակը ես նույնիսկ կասեի հոգու ցավը, երբ տեսնում ես, որ հարազատ մեկը
հեռանում է աստիճանաբար, դժվար, անխուսափելի է, տեսնում ես։ Կողքի նստածին նույնպես շատ դժվար է։ Դուք անցել եք դրա միջով։ Այո, եւ գիտեք, ես մի բան ասեմ, եւ մաման եւ պապայի մամանը դժբախտաբար փոքր է, ես ներկա չեմ եղել, երկու մերձավորների առաջի ամուսինս եւ մամային էին ներկա։ Ես հասկացա, որ դա էլ ամեն մեկին չի տրվում դրան ներկա լինել, դա էլ է անձային նման մի բան։ Ասեմ իմանաք, դու հասկանում ես, դու քեզ թույլատրվում է ներկա լինել մի պահին, երբ որ մարդը բռնում է հավերժության ճանապարհը։ Տեսեք ինչ տեսակ այդ կարելի է ունենալ։ Եվ դու շատ այդ բոլոր բաներից հետո միտցակ ոնց որ հարստացած քեզ ավելի զգաս։ Ոչ թե կորուստ, մորուստ, անիմաստ բառեր, կարող է իմ ամուսինը կամ մաման հեռախոսային, որ ես կորցրեցի, կամ զաժգոկա, չէ։ Դու ուղղակի ներկա ես, քեզ թույլատրվեց։ Դու ոչ մի տեղ եւ կարիք չկար փախնելու, ինչ փախնելու մասին է։ Դա իհարկե գալիս է նրանից, որ չկար բացարձակ մահվան վախը, որը որ շատ մարդիկ ունեն, դա էլ է շատ մեծ թեման մահվան վախը։ Ես դա բանից պարզվեց, ես դա չունեմ։ Թույլատրվեց ում կողմից, հիվանդի։ Ես չգիտեմ, ինչ որ ուժերի, որոնք վերևից մեզ նայում են։ Ես այդ իմաստով եմ ասում, այդ ոգեղենության, որ դա թույլատրվեց։ Ես տենց էի անցալում այդ։ Արտոնյալ եք ձեզ համարում, որ ունեք հնարավորություն մինչև վերջի։ Առանց արտոնյալ բառի ուղղակի որ ունեմ հնարավորություն։ Այդ մենք ինչով ենք արտոնյալ, ընտրվեցի դրա համար։ Ինչ որ մեկը չի ընտրվում։ Հետո շատ փոշմանում ասում, վախերն եք գայի վերջի բաժակ ջուրը տայ։ Եվ չունեցաք երեխա։ Եվ չունեցա երեխա։ Ամուսնու հիվանդ լինելն էր պատճառը։ Այո։ Երեխա չունենալը, ունենալով առողջ օրգանիզմ, այսինքն դրա հնարավորությունը կնոջ համար մեծ ստրես է։ Ցանկացած պարագայում մեծ ստրես է։ Ձեր պարագայում առավել եւս, որ դուք գիտեք, որ ֆիզիկապես դուք դրա հնարավորությունը ունեիք։ Դուք սա էլ զոհաբերեցիք։ Գիտեք, ես այդ հարցը ճիշտ ասած մինչև հիմա եմ ինձ տալիս, ինչ էր պետք անել, որ ճիշտ լինի, որտեվ եթե ես թողնեի գնայի փորձեի ինչ-որ, նախ չկար էկոյն ժամանակ, երբ որ ինքը դեռ ողջ էր, եւ նաեւ ինքը արդեն սկսեց, եղավ մեծ սպիտակի երկրաշարժը, ես գրվեցի մի քանի տեղ, որ երեխա կարողանամ որդեգրել, բայց ոչ մի երեխա որդեգրման չգնաց, չկար որդեգրման, որտեղ բարեկամները վերցրեցին եւ այլ, ոչ մի երեխա չորդեգրվեց։ Եվ էկո չկար, դե ինչ որտեղ ես արդեն համակերպվեցի, որ շատ ծանր էր, սկզբից դա մի ահավոր ծանր էր, ես ասում եի, արի գնանք որևէ մանկատնից վերցնենք, մինչև երկրաշարժի երեխաները, ինքը ըստ երևույթի զգում էր, որ ինքը չի ապրի, ինքը ասում էր չէ։ Ինքը երևի ուզում էր լրիվ, որ ես էլ ոչ մի ոտով ձեռով, այսինքն իր մեջ այնքան բան կար հայրական այդ փաղաքշանքը, որ ես առանց իր եւ երեխայով ինչքան ծանր կլինի իմ վիճակը, որտեւ երբ որ ինքը հիվանդացավ եւ ես վերցրեցի պատվերներ, դե 90-ական թվականները շատերն են հիշում ինչ վիճակ էր, ես իմ երկու կրթությամբ մի շատ լավ ընկերուհի ունեի, նա պարուհիների համար զգեստներ էր կարում եւ ինձ ասեց ժանյակներ կային, որոնք ձեռքով էր պետք կարել, մեքենան չէր վերցնում, ասեց կանես, դա բավականին լավ վարձատրվում էր, ես արդեն չեմ հիշում իհարկե ինչքան էր գումարը, եւ ես դա անում էի պատշգամբում մեր Բաղրամյանի տան, որտեղ արդեն տունը մութ էր, դե լույս չկար անընդհատ։ Ես ինքը եկավ ինձ փնտրեց, եկավ ասեց, ես որտեղ ես, ինչ ես անում, նստած յանի փողոց, եկել տեսավ ձեռս ինչ-որ անծանոթ բան, ասեց, սա ինչ է, ասեցի, խնդրել են, հասկացավ, ինքը նենց կարմրեց, ինձ թվում է այդ միկրոինսուլտներից մեկը այդ ժամանակ խփեց, որովհետև ես սկսեցի փող աշխատել, դա իր համար երևի անձնական վիրավորանք էր, երևի։
Ձեր տարիքային հարաբերակցությունը մեծ էր ձեզ։ Մեծ էր, հա, մեծ էր։ Ես իրանից 14 տարով փոքր էի։ Դրանով էր պայմանավորված այդ հայրական հոգատարությունը իր կնոջ հանդեպ, տարիքային տարբերությամբ։ Երևի եւ նաեւ դրանով էր պայմանավորված, որ դե ես մեծացել եմ առանց արդեստեղ լրիվ բաց հոգեբանություն, ես մեծացել եմ առանց պապայի եւ երևի իր այդ հոգատարությունը եւ ամեն ինչը երևի դա շատ դրթեց, որ ես հավեսով հաճույքով ամուսնանամ։ Տիկին Ծատուրյան, ես գիտեմ, որ այս թեման դուք հոգեբանորեն վաղուց հաղթահարել եք եւ հաղթանակած եք դուրս եկել եւ այսօր էլ երեխա ունենալու հնարավորություն չունեցող կանանց հետ աշխատում եք նաեւ։ Ես ուզում եմ այս հոգեվիճակի մասին խոսենք, կանայք, ովքեր ուզում են, բայց չեն կարող տարբեր պատճառներով երեխա ունենալ։ Լսել սրա լուծումները կնոջից, ով ինքը անցել է այդ ճանապարհով եւ հոգեբանից, ով աշխատում է նման կանանց հետ։ Ես կարող եմ տալ միայն իմ դա եւ ես կարող եմ պատմել իմ լուծման մասին։ Ես նույնիսկ չեմ կարող ոչ այդ հարցում, որովհետեւ կինը չի բավարարել իր ամենակարևոր բնազդը, վերարտադրողության բնազդը։ Ես կարող եմ մենակ իմ օրինակով ասել, որ երբ որ ես արդեն հասկացա, որ ես երեխա չեմ կարող ունենամ, ես ունեի քույր, որը ունի 2 աղջիկ, եւ այդ 2 աղջիկները ունեն 4 տղա։ Ես իմ շատ ուժերը իրենց մեծացնելու, քրոջս օգնելու բանի մեջ դրեցի։ Հետո ես ամուսնացա Արմեն Ներսիսյանի հետ, որը ուներ Տիգրան անունով տղա եւ ունի եւ ասենք թե այդ երեխեքը արդեն մի քիչ մեծացել են, արդեն Տիգրանով սկսեցի զբաղվել, Տիգրանը վրա խոսել, եթե Տիգրանը լավ քնություն չէր ասում, չնայած շատ նորմալ էր սովորում, բայց մեկ որ տերանում էր, բան մի անգամ լիշում ինչ որ 3 էր ստացել եկավ, դե 5 բալանից անդղակով, ասեց ինչ հայրիկ ես դաս մոտ ստացվեց, իրանջից էի ջղայրացել, որ ասեց, ո՞նց է ստացվեց դա կոնցերտը։ Մի խոսքով ես ինձ գտա ուրիշ երեխաներին օգնելու, այդ բազմազան այդ քավորակին լինելու, բարեկամներին օգնելու, ես դրա մեջ ինձ գտա։ Եվ դրանով սուբլիմացվեց այդ պահանջը, իհարկե շատերը ասում են գիտակները, ինձ ես անարժանս մեղանարեք, ասում դե քոնը ուրիշ է, դե հիմա իմս չեղավ, բայց իմը ու մերը երևի շատ հաճախ կարա մոտեկանա, չէ, օրինակ մեր ընտանիքները որպեսզի առողջ զարգանան, պիտի ասես մեր պապան եկավ, ոչ թե քո պապան եկավ։ Գնա հորդ ասա։ Եվ ես տենց բան արեցի, այդպես երեխեքով զբաղվեցի։ Իսկ հիմա խորտ մայր լինելու տեսանկյունից խոսենք, որովհետև դուք ձեր կյանքի բոլոր փուլերում ինչ որ մի իրավիճակում եք եղել, որոնցից յուրաքանչյուրը, եթե ինչ որ մեկի կյանքում լինում է, դառնում է իր կյանքի առանցքային պատմությունը։ Դուք ձեր բոլոր փուլերում ինչ որ հոգեբանական իրավիճակներում եք հայտնվել։ Հիմա էլ հասանք ձեր կյանքի պատմության խորտ մայր կետին։ Այո, ուրեմն երբ որ մեր հարսը գրում է դե անգլերենա գրում, որտեվ հայ չի, որ նա գրում է մայրիկ գրանմա եւ այլն, հա, այդ մամա բառն օգտագործում, այսինքն դե կիսուր մայրիկ։ Ես չգիտեմ թե կոնկրետ հաղորդումը թե չէ, ես իրան հաուզում եմ ասել, ախր քո կիսուր մայրիկը Տիգրանի մաման է, որը մահացել է։ Ես քեզ կիսուր մայրիկ չեմ։ Դա ինձ թվում է Տիգրանի մամայի հիշատակի նկատմամբ ինչ-որ սխալ բան կա, երբ որ ինձ տատիկ են ասում։ Ինձ շատ լավ բալիկ ունեն, շատ, իսկապես, շատ սիրում եմ այդ երեխային, բայց իր տատիկը մնում այն մաման չէ։ Տիգրանի մաման է մնում։ Դա արդյոք ճիշտ է, բայց իրան չեմ կարող ասել, որտեղ իրանք այնքան սրտանց են դա անում, բայց իմ մեջ այսինքն կոնֆլիկտ կա, էլի դրա հետ, որը դա ճիշտ չի։ Իհարկե ինձ սկսում են բոլորը գիտակները, սկսում են ասել մի անգամ ես դա գրեցի, որ երբ որ ծնվեց փոքրիկը, ես շատ քիչ եմ դնում անձնական ինչ-որ ֆոտոներ, բայց Տիգրանի երեխա ունեցավ, ես չէի կարող իմեջի վրա չդնել, եւ գրեցի Արմեն Ներսիսյանի թոռը եւ մի քիչ էլ իմ։
Ես այդպես գրեցի, հետո ես սկսեցի ստանալ նամակներ, որտեղ գրված էր. «Տիկին Ծատրյան, դուք իսկական տատ եք, մենք պատկերացնում ենք, դուք ինչ լավ եք, ուր գնացիք գիտակ»։ Մի խոսքով, դա այդպես։ Տիկին Ծատուրյան, այն կանայք, ովքեր իրենց ամուսնու երկրորդ կինն են եւ նախքան իրենց հետ ամուսնանալ, այլ առաջին ամուսնությունից ունենում են երեխաներ, այս երեխաների հետ տվյալ կնոջ հարաբերությունները ինչու չի կարողանում ձևավորվել, որովհետև նրանք փորձում են զբաղեցնել այդ երեխայի առաջին մոր դիրքը, որն է այն խնդիրը հոգեբանական, որ այդ երեխան կնոջ լիարժեք չի կարողանում ընդունել եւ այս խորթությունը մնում է։ Որովհետև ինձ թվում է երկրորդ կինը այնուամենայնիվ չի կարող իր ամուսնուների, որ նա ամուսնացած է եղել։ Ինձ թվում է։ Դե ոչ թվում է, ես այդ համոզմունքի եմ, ինձ ոչ բան էլ չի թվում։ Ես չգիտեմ ինչքանով եմ ես իրավացի, որտեվ երեխան ինչ մեղք ունի։ Չէ՞ նա ինչ մեղք ունի։ Իմ պարագայում ես իմ երեխաները չունեի։ Մարդիկ կան, որոնք ունենում են իրենց երեխաները, բայց իրենց ամուսնու։ Տղամարդիկ շատ ավելի հանդուրժող, չնայած Հայաստանում մենք ստատիստիկա չունենք, ես Ռուսաստանը մենք չունենք Հայաստանում իբրև կանոն կինը թողնում է երեխային տատի մոտ, իր մամայի մոտ եւ ամուսնանում է իբրև առանց երեխայի կին։ Դա երևի այդ խանդը կա, որովհետեւ ամուսինը կարող է կնոջը թվա, եթե նա ցածր ինքնագնահատական ունի, որ միջև հիմա այն կնոջը ավելի է սիրում, կամ էլ որ այդ երեխային լավ Սրանք հարաբերությունները ամուսնու հետ, տղամարդու հետ, իսկ երեխայի հետ այդ կոշտ փոխհարաբերությունները Որտեղ մորը չի սիրում այդ երեխու։ Չի սիրում, չէ, երկրորդ կինը չի կարա, չէ, առաջի կնոջը իր ամուսնու սիրի։ Հետևաբար դա անցնում է երեխայի վրա, ոնց տղամարդը սիրում է այն երեխուն, որի մորն է սիրում։ Եվ բաժանված տղամարդը սկսում է սիրել իր նոր կնոջ երեխաներին ավելի, քան իր հարազատ երեխաներին։ Պարադոքս, շատ հաճախ։ Շատ հաճախ, դա էլ է առանձին թեմա։ Տիկին Ծատուրյան, փաստորեն ձեր մայրը լավ ձուլվել էր հայկական մտածելակերպի եւ հայ միջավայրի հետ։ Գիտես, ես ձուլվել բայը գուցի չգործածեի, բայց նա տեսնում էր հայ ազգի իրեն շատ բնութագրող, շատ լավ որակները եւ շատ ուրախ էր, որ ստեղ էր ապրում, օրինակ այլ փոքր ժամանակ բուլինգ իմ հետևից գոռում էին ռուս կուկուրուզ խավիտուտուրուս, ես գալիս էի լասիգնելով տուն եւ ասում էի, որ ես հասկանում էի, որ դա ինձ ուզում են ինչ-որ, դա իդեպ դա միակ ինչ-որ դες երևույթ էր, առանձնապես չեմ կարող ասել, որ ինչ-որ կռիվներ են եղել, բան են եղել, նա ասում էր, նա ինձ հանգստացում էր իհարկե, ասում էր, ինչի ես անհանգիստ լինում, ինչ վատ բան կա իրանց ասացի մեջ այդ տղաների Հավի տուտուրուզը տուտուզը, այսինքն քո տատիկի ամենասիրած մասերից մեկն է հավի, իսկ կուրուզը ամենաբարձր կալորինակություն ունեցող, ավելի ճիշտ կալորինակություն ունեցող բան է, ուտեստ է։ Նա ինձ այդպես հանգստացնում էր։ Եվ ես սկսում էի ծիծաղել, նաև մամայիս մասին էլ ես ասեմ, այն ցուրտ ու մութ տարիների ժամանակ, դա էլ հանկարծ հիշեցի, նա այն որ բոլորս ինչ վիճակում էինք, մենք այդ տարիներն էլ մի տեսակ ոնց որ դե այսքան բանի ամեն ինչի մասին չի լինի պատմել, նա տանը ահավոր ցուրտ էր, ահավոր մենք այդ վարարանը չկարողացանք դնել, չէինք պատկերացնում ոնց պետք է դնենք եւ այլն, եւ նա գալիս էր ամեն առավոտ ասում էր, իսկ Վերխոյանցքում -50 է։ Եվ դու սկսում ես ծիծաղել, որովհետև այս ինչ է, այս -7-ը կամ -5-ը համեմատ Վերխոյանցքի -50-ի։ Տիկին Ծատուրյան, մահացավ ձեր առաջին ամուսինը։ Այո։ Դուք մնացիք մենակ, առանց հենարանի, որևիցե հենարան չունեիք եւ ձեր առօրյա հոգսերը ստիպված եղաք սկսել սովորել 0-ից, թե ինչպես հոգաք, որովհետև նախքան դա ձեր ամուսինը ձեզ բոլոր տեսակի խնդիրներից կարծես թե զերծ էր պահում։ Դե միջև հիվանդանալը իհարկե, որտեղ նա այդ իր հիվանդությունները ված գալը բավական երկար տևեց, այո։ Եվս մեկ մարտահրավեր։ Ինչպես հաղթահարեցիք։ Շատ ծանր էր,
դառնալ 40 տարեկանում այրի, շատ բաներ չմանրամասնեմ, եւ ես ինձ սկսեցի շատված կալ ֆիզիկապես, վահանաձև գեղձ, չգիտես եթե խազեր տեսակի ինչ-որ հիվանդություններ եւ այլն, եւ ես հիշում եմ այդ ապաթիան եւ դեպրեսիան բոլոր բաների նկատմամբ դեռ sense պրակտիկ հոգեբան չէ, որ մի անգամից դուրս գա ստեղծված իրավիճակից, հայավարի դարդ էի անում։ Եվ այնպես ստացվեց, որ Արմեն Ներսիսյանի հետ ես պետք է հանդիպեի իր եղբոր տանը, նա այդ օրը շատ գլխացավ ունեի, եւ ինքը ասեց համբերի հիմա եղբայրս կգա, գլխացավդ կհանեի, իսկ այդ գլխացավերը չէին ավարտվում, անընդհատ գլխացավեր ունեի, եւ եկավ եղբայրը, դե երիտասարդ տղա եկավ, ասեց վրան նայեցի, դե եկավ, եղբայրը ասեց, բայրայի գլուխը ցավում է, կարաս օգնես, սկսեց շատ ուժեղ սեղմել ինչ-որ կետերին, մետերին, ավելի ցաված։ Հիմա անհարմար եմ զգում, դե անծանոթ մարդ է ուզում է օգնի, անհարմար եմ զգում որևէ բան ասելու, ասեց հա օգնես չի, ասեցի ճիշտ ասած ավելի ցաված, ասեց ոչինչ, ասեց լավ կլինի։ Ու ես շատ այտուցված էի, շատ, դե նյութափոխանակություն բան այդ բոլոր բաներից հետո ոնց որ դուք ասեցիք ինչ տարիներ սկսվեցին եւ այդ մի ժամից հետո մեկ էլ դե զգացի որ այդ հեղուկները արդեն ինձ սկսում են հեղուկները ինձանից դուրս գալ, այսինքն այդ այտուցը սկսեց իջնել։ Գլխացավը ոնց որ սենց արեցի, ոնց որ ինքան սովորական էր դառել գլխացավ, նենց անսովոր էր, որ ոչ մի բանը չէր ցավում։ Եվ հետո եկա տուն, քնեցի, առավոտյան արթնացա, մոտեցա Հայլուն, դե աղջիկ ես կինես, մոտենում ես Հայլուն, նայեցի Հայլուն, ասեցի Արմեն, ու ես հասկացա, որ ինքը ինչ էր կարող անի։ Հետո ինքը զանգեց մեկ օրից հետո, ուրեմն առաջի օրը էլի գլուխս ցաված, իր այդ տարբեր բաներից խոսում ենք։ Հետո այս հատվածը սկսեց ցավել, այս վիս կրծքավանդակ, հետո փորային երրորդ օրը փորային, հետո մի քիչ ավելի ներքև ոտքերը ուրբաթորը ասեց ձեր բուժումը ավարտվել է, դեռ դուք ով եք իրար հետ խոսում, այսինքն նա խոսում էր ու այդ մի տեսակ ոնց որ ցավ էր ապրում, հետո թողնում էր, ցավ էր ապրում, ու դες կամած ինքը իջավ։ Ու մենք հետո սկսեցինք իրար հետ ընկերություն անել։ Դե ինքը հետո երևի ինձ հետ ամուսնացավ, որովհետև լավ գործեր արել, որ Դուք էլ ամուսնացաք, որ երբ խնդիր ունենաք բժիշկ անմիջապես։ Չէ, ինքը ավելի ինքն է դիսպուտած մի խոսքով, այո, հա։ Մենք այդպես հետո ամուսնացանք եւ երկուսս էլ ստացանք հնարավորություն աշխատելու, որովհետեւ այս մեր միությունը տվեց շատ հետաքրքիր, մենք իրար հետ շատ հաճախ հիմա մի քիչ ավելի քիչ, բայց շատ հաճախ վիճում ենք, ինքը ասում էր դու հոգեբան ես, ասում եմ, այսինքն հոգեբանի եւ բժշկի ինքը դե պսիխոթերապևտա տեսակետները, իրենք այդ բանավեճեր էին ունենում շատ ինչ որ բաներ շատ հետաքրքիր էր, ասում են ամենասկիզբը, այդպես։ Տիկին Զատուրյան, դուք ձեզ երջանիկին հիմա արդեն համարում եք, չնայած որ այդ երկար ճանապարհին, դժվարություններին համարում եք ձեզ երջանիկ։ Ինձ բարդ հարց է, դա, ես էլ եմ մտածում դրա մասին, պրինցիպի համարում է, որ երջանկությունը այն բանն է, որ մարդ կարող է ապրել անկախ իր հետ եղած բաների, իր հետ ներսի ինչ-որ բաների, դե այսպես պատասխանեմ, ավելի շուտ երևի հաքան չէ, իհարկե, և գիտեք միևնա դա այդպես ես պատասխանում համելելի երևի մտածելու բան կամ, որ ես ինչ եմ համարում, բայց ես գիտեք երևի ամենակարևորն է, որ երբ որ դու ինչ-որ մի հատ հետ ես թողնում քեզանից հետո և երբ որ քեզ փողոցում մոտենում են և ինչ-որ բառեր են ասում, շատ, որ շնորհակալական, այո, շատ,
այստեղ դու հասկանում ես, որ դու իզուր չես ապրել, դա շատ կարևորվում է, շատ, որտեվ ես իսկապես ծառայում եմ իմ ազգին, եւ եթե ես սովորեցնում եմ մարդկանց կարծիքներից կախված չլինելը, բայց այդ կարծիքը իբրև պատասխան հետադարձ կապը իմ արածներին դա այնքան է կարևորվում եւ շատ ոգևորում է մարդու, որ դու իզուր դա չես անում, նույնիսկ ես ունեմ մի անգամ եղավ, ասում եմ, դուք ինձ ադրել նոր նյութեր ինչի չեք դնում, այնքան լավ է, այլ ես էլ դե միշտ չի ստացվում այդ նկարահանումները, որը տնից եմ անում, ինչի նոր նյութեր չեք դնում, ասում եմ, ոչինչ, ասում դուք ներնայեք սովորեք։ Տիկին Ծատուրյան, եւ որպես վերջաբան ես գիտեմ, որ անտարբեր քաղաքացի չեք դուք, ուշի ուշով հետևում եք մեզանում ինչ է կատարվում, ունեք ձեր կարծիքը, մեր հասարակությանը ինչ խորհուրդ կտաք կեցվածքի, պահվածքի առումով, հերթական դժվար շրջանը հաղթահարելու առումով։ Մեր կարմիր գծով թեմաներից մեկը էր, որ ես չունեմ երեխա եւ ոնց է դա հաղթահարում, այն մեր ազգին գիտեք ինչ կասեի, ապրեք այնպես, որ ձեր երեխաների համար լավ լինի։ Որովհետև դուք չգիտեք ինչ է նշանակում երեխա չունենալը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ շատ։ Էլի ենք հանդիպելու։ Էլի ենք հանդիպելու գինին ձեռքներիս։ Այո, անպայման։ Վերջացավ։